Բարև սիրելի բարեկամներ, դες առողջություն եմ ցանկանում, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, մի զլացեք, ընդամենը մի հատ կոճակ եք սեղմում։ Այսօր ուզում եմ դες տամ մի քանի խորհուրդներ հարփուխի համար, չնայած ամառա, բայց հարփուխը բավականին կա քաղաքում էլ, հանրապետությունում էլ։ Ուրեմն ինչ կարող եք անել, վերցնում եք մեկ միջին չափի սոխի գլխիկ, մանր կտրատում եք, վրան լցնում եք 50 մլ եղման ջուր և մեկ թեյի գդալ մեղր։ Այս բոլորը խառնում եք, փակ վիճակում թողնում եք 1 ժամ, քամում եք և օգտագործում եք, ինչպես կարող եք օգտագործել, կարող եք կատարել ողողումներ կոկորդի, չնայած քանակը քիչ է, բայց դուք կարող եք շատ պատրաստել և կաթացնում եք նաև քթանցկերի մեջ, օրը 3-4 անգամ 5-6 կաթիլ լցնում եք քթանցկերի մեջ, փորձված մեթոդ է ժողովրդական բժշկության շտեմարանից և շատ օգտակար։ Մյուսը հայմորյան խոռոշների բորբոքման և քթի լորձաթաղանթի համար վերցնում եք 2 խաշած ձու, այնպես որ մաշկը դիմանա և այսպես առանց սկալպել դնում եք այս քթի կողքերին, այնպես որ դիմանա և պահում եք այնքան, մինչև որ ձուն չսառի, եթե սառեց բնականաբար հակառակ էֆեկտ է կստացվի, տեսնում եք, որ արդեն գոլ վիճակում է, կարող եք վերցնել, մի քանի անգամ կատարելուց հետո բավականին մեծ արդյունք կստանաք։ Հաջորդը հարվեն թարմ վիճակում հալվեի այդ հյութը քամում եք և 2 ժամը մեկ 4-ին կաթիլ կաթացնում եք քթանցկերի մեջ։ Հրաշալի արդյունք է ստացվում, երևի դուք այդ մեթոդները գիտեք բնականաբար, բայց ես ավելորդ չեմ համարում ասել։ Մյուսը չիչխանի յուղը այդ ականջի փայտիկով օրական 2 անգամ քսում եք քթի լորձաթաղանթին, ոչ միայն հարբուխին է օգտակար, այլ շատ լավ ազդում է նաև տոնզիլիտի վրա, մշագեղձերի բորբոքման վրա, կոկորդի և ըմպանի բորբոքումների ժամանակ, հարգելի բարեկամներ, իսկ ցանկալի գրի դրա հետ մեկտեղ, եթե կարող եք 1 թեյի գդալ օրը 2-3 անգամ խմեք այդ չիչխանի յուղը։ Դες առողջություն եմ ցանկանում, եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել, իսկ տեղեկատվության և բուժման համար դիմում եք Պուշկինի 38, ինչ ես ձեզ ասում եմ, այդ բոլորը գրված են իմ գրքերում, հարգելի բարեկամներ։ Առողջություն, միշտ նոր հանդիպում։